Պահիր աչքի լույսի պես, աչքիս վրա, աչքդ լույս, բոլոր ազգերն էլ բոլոր ժամանակներում աչքերի հետ կապված բազմաթիվ թևավոր խոսքեր ու ասացվածքներ են ունեցել, եւ դա պատահական չէ։ Աչքը լինելով մարդու թերևս ամենաբարդ օրգանը, ապահովում է մարդու կենսական անհրաժեշտություններից թերևս ամենակարևորը՝ տեսողությունը։ Իսկ ինչպես է զարգանում տեսողությունը, սա մի հարց է, որի պատասխանը իմ հաջորդ տեսանյութում է։ Պատրաստվեք մտապահել նաև մի քանի խաղվարժություններ, որոնք նպաստում են փոքրիկների տեսողական ունակությունների զարգացմանը։ Եթե երեխան տեսողության հետ կապված խնդիրներ չունի, ուրեմն նա կարող է տեսնել ծնված օրից։ Զարգացմանը զուգընթաց տեսողությունն օգնում է երեխային տեղեկատվություն ստանալ շրջապատող աշխարհի մասին, ինչն իր հերթին խթանում է գլխուղեղի զարգացմանը, ու ի հայտ են գալիս երեխայի առաջին ինքնուրույն գործողությունները՝ գլորվել, նստել, քայլել եւ այլն։ 1 ամսական նորածինները չեն կարողանում միաժամանակ երկու աչքով նայել։ Տեսողական ապարատն, այսպես ասած, ֆոկուսի բերել նրանք սովորում են 1-2 ամսականում միայն։ Նրանց վերջապես հաջողվում է հետևել առարկաների շարժումներին, ուստի այս շրջանում ցանկալի է երեխայի հետ այսպիսի խաղեր խաղալ։ Փոքրիկին գույնզգույն խաղալիք ցույց տվեք, շարժեք այն 1 աջ, 1 ձախ, թաքցրեք ու նորից ցույց տվեք։ 1-2 ամսական փոքրիկին դեմքով դեպի ձեզ նստեցրեք ու սկսեք նրան առաջ ու հետ ճոճել, մոտեցնելով նրան ձեր դեմքին ու հեռացնելով։ Կարող եք նաև ճոճել ձեր գլուխը, փոքրիկը մեծ հաճույքով կհետևի ձեր գործողություններին։ 2 ամսական երեխաները գույնը տարբերում են ծնված օրից, սակայն նրանք դժվարանում են զանազանել իրար մոտ երանգները, օրինակ կարմիրն ու նարնջագույնը։ Դա է պատճառը, որ այս տարիքում փոքրիկները նախընտրում են կոնտրաստային գունային համադրությամբ առարկաներ, օրինակ սև ու սպիտակ։ 2 ամսականից սկսած երեխաները սկսում են ավելի լավ տարբերել երանգները։ Երեխայի առջև գունագեղ կերպարներով նկարներ պահեք, թող նա ուսումնասիրի դրանք։ 4 ամսականում է ձևավորվում փոքրիկի տեսողության խորությունը, ինչը նրան թույլ է տալիս գնահատել առարկայի եւ իր միջև ընկած տարածությունը։ Այս ժամանակահատվածում է, որ երեխան սկսում է ակտիվորեն օգտագործել իր ձեռքերը։ Օգտվելով այդ հանգամանքից փոքրիկին գունագեղ առարկաներ տվեք։ 5 ամսականում երեխան արդեն կարողանում է զանազանել անգամ ամենամանր առարկաներն ու հետևել դրանց շարժումներին։ 5 ամսականում երեխան արդեն միանգամայն ունակ է ճանաչել առարկան, տեսնելով դրան միայն մի մասը։ 8 ամսական փոքրիկի տեսողությունը եւ հստակության եւ խորության տեսանկյունից համազոր է մեծահասակի տեսողությանը։ Նա արդեն միանգամայն հանգիստ կարող է տեսնել սենյակի սահմաններից դուրս գտնվող մարդկանց ու առարկաները։ 8 ամսականում վերջնականապես ձևավորվում է աչքերի գույնը, թեև երանգային չնչին փոփոխություններ հնարավոր են նաեւ հետագայում։ Այստեղ առանձնահատուկ պետք է շեշտել ծնողների դերը։ Վերը բերված վարժությունները միայն մեկ կաթիլն են այն օվկիանոսում, որը կոչվում է տեսողություն, տեսողական ունակությունների մարզում ու զարգացում։ Խաղացեք, մարզվեք ամեն օր, քանզի տեսողական ունակություններն ուղիղ համեմատական են երեխայի ինտելեկտուալ աճին։ Հարկ է հաշվի առնել, որ տեսողության հետ կապված խնդիրները շատ ավելի հեշտ են հաղթահարվում վաղ հասակում, ուստի երեխայի տեսողական ունակությունները պետք է ստուգել ամեն օր։ Ճիշտ է, այնպիսի խնդիրներ, ինչպիսին են հեռատեսությունը կամ կարճատեսությունը, աստիգմատիզմն ու շլությունը ծնողներին դժվար կլինի ինքնուրույն հայտնաբերել, սակայն անհապաղ դիմեք մասնագետի, եթե նկատում եք, որ երեխան չի կարողանում կենտրոնացնել հայացքը կամ չի կարողանում հետևել առարկայի շարժումներին։ Ռիսկի խմբում են հատկապես անհաս երեխաները։